Այսօր ժամը 15-ին Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հռոմի Ֆրանցիսկոս առաջին պապի ինքնաթիռը։ Օդանավակայանում սրբազան քահանայապետին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Օդանավակայանի մյուս հատվածում Ֆրանցիսկոս պապին դիմավորում էին ոչ պակաս հուզմունքով եւ ջերմությամբ։ Հայաստանից մեկնել պատրաստվող արտասահմանցիները ապակիների պատնեշից այն կողմ նշում էին, օրհնված են, որ հնարավորություն ունեցան տեսնել պապին։ Ես Ռուսաստանից եմ այստեղ եկել ամուսնուս տեսնելու, նա ծառայում է ռուսական ռազմաբազայում, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա տեսնել Հռոմի պապին։ Իհարկե շատ բան չգիտեմ նրա մասին, բայց երջանիկ եմ, որ տեսա։ Կուզենայի ավելի մոտիկից տեսնել, օրինակ մեր երկրում նա երբեք չի եղել։ Մենք այստեղ որպես զբոսաշրջիկ ենք եկել Դուբայից, Հռոմի պապը մեծ սիրտ ունի, մենք չգիտեինք, որ նա գալու է Հայաստան։ Այստեղ օդանավակայանում իմացանք եւ շատ հուզվեցինք։ Երջանիկ ենք, որ վերջապես իրեն տեսանք մոտիկից, կուզենայի իհարկե շատ ավելի մոտիկից տեսնել, ստանալ նրա օրհնությունը։ Ես շատ օրհնված եմ այս հնարավորության համար, նույնիսկ ապակիներից այս կողմ նրան տեսնելը մեծ օրհնություն է։ Ֆիլիպիններից եմ ծնունդով, չգիտեի, որ նա գալու է Հայաստան եւ այժմ շատ երջանիկ եմ։ Ձեր երկիրը շատ սիրեցի, ամեն բան շատ գեղեցիկ էր, գեղեցիկ շենքեր կան։ Մարդկանց երբ մի բան ես հարցնում, մեծ ուրախությամբ պատասխանում են, օգնում։ Իմ ընկերներին էլ խորհուրդ կտամ գալ Հայաստան, բայց իրենք իմ չափ օրհնված չեն կարող լինել, քանի որ ես իմ աչքերով տեսա Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Հռոմի պապը մեր երկիր, Ֆիլիպիններ այցելել է, բայց ես Դուբայում եմ աշխատում։ Այդ պատճառով էլ հնարավորություն չունեցա այն ժամանակ նրան տեսնել։ Ես այնքան երջանիկ եւ օրհնված եմ հիմա նրան այստեղ տեսնելով։ Ես պարզապես խոսքեր չունեմ արտահայտելու, հուզմունքս չեմ կարող թաքցնել։ Առաջին անգամ էի Հայաստանում, որպես զբոսաշրջիկ։ Իսկապես սիրեցի ձեր երկիրը, վերջում էլ փաստորեն նման օրհնություն ստացա։